Նորագույն սարքավորումներով հագեցած այս կողքիկ ավտոբուսը հատուկ է Սյունիք բերվել անվճար սպասարկելու մարզի մինչև 14 տարեկան երեխաներին։ Ֆրանսահայ ու տեղի մասնագետները կաթնատամներից սկսած կբուժեն, մարզի յուրաքանչյուր համայնք ու դպրոց կհասնեն, միայն թե ճերմակ ժպիտ պարգևեն։ Քաղաքից քաղաք են կետալու, դպրոցից դպրոց են կետալու, ամեն երեխեքին դպրոցներում առաջ ստուգել ինչ կա անելիք, ինչ չկա անելիք, այնա որ պանորամիկ ունենք մեծ հատուկ ռենգենա, որ կարծես Սյունիքում չկա, առաջինն նա որ գալու է Սյունիքում էս մեր շարժանականի մեջ է լինելու, որպեսզի կարողանանք ամեն երեխաների բերանը խորն ձևով ուսումնասիրենք, տեսնենք ինչ կա անելիք, ինչ չկա անելիք։ Օռա նահանգի աջակցությամբ Օֆար հայկական հիմնադրամի միջոցներով Գորիս բերված ատամնաբուսի գործունեության մեկնարկը կտրվի այստեղից, հետո արդեն այլ մարզեր էլ կհասնեն, ասում է Հարմիկ Մինասյանը։ Օֆարը մանկական ատամնաբուժության մեջ 20 տարվա փորձառություն ունի։ Բունը աշխատանքը սկսելու է սեպտեմբերին, երբ որ դպրոցները բացվելու են, որտեղ դեռ դժբախտաբար չի վերջացել, մեջի մասը դեռ պստիկ բաներ կա, որ պետք է վերջանա։ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության արդյունքներն արդեն իսկ շոշափելի են Սյունիքում, հատկապես բժշկական ծառայությունների ոլորտում։ Սանտե Արմենի ֆրանս-հայկական առողջապահական ընկերությունը վերջին տարիներին ակտիվ աշխատում է տեղի բժիշկների հետ շտապ օգնության ծառայության մասնագետների վերապատրաստումից մինչև սահմանամերձ բնակավայրեր, շրջիկ կայանների այցեր։ Ընտանեկան բժշկության մեջ մենք անում ենք 3 շարժական թիմերը, Կապան, Սիսիան, Գորիս, որ արդեն գործում է 21 թվականից, բոլորը գործում են։ Ունենք շտապ օգնության ծրագիրը, որը շատ ակտիվ է եւ անում են շատ տրեյնինգներ, ֆրանսիացիներ են գալիս, այստեղից շտապ օգնության բժիշկներ են գնում վերապատրաստվում Ֆրանսիայում։ Հայաստան-Ֆրանսիա երկօրյա համաժողովի ընթացքում Սանտե Արմենին մարզային իշխանությանն ու Գորիս ժամանած Օվեն Ռոնալդ ռեգիոնի պատվիրակությանը այս անգամ ներկայացրեց մանկական վերականգնողական նորաբաց կենտրոնը։ Հենց այս նահանգի ֆինանսավորմամբ է նաև կառույցը կարողանում տարբեր ծրագրեր իրականացնել մարզում։ Քանի որ արդեն կար մեծահասակների կենտրոնը վերականգնողական, էլի Սանտե Արմենին նրան արդեն երկար տարիներ է, 3-ից 4 տարի է, եւ հասկացանք, որ երեխաներն կարիք ունեն եւ դրա համար մանկականը ստեղծվեց։ Գորիսում բացված մանկական վերականգնողական կենտրոնն արդեն իսկ սպասարկում է մարզի երեխաներին, անհրաժեշտության դեպքում նաև ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերում։ Այս պահին Սիսիանից ու Կապանից են դիմողները, նշում է Տաթևիկ Բազինյանը։ Կա ֆիզիոթերապևտներ են աշխատում, լոգոպեդներ, աշխատում են հոգեբաններ, աշխատում են, այսինքն երեխայի ամբողջ վերականգնողական աշխատանքը կատարվում է, ոչ թե միայն կինեզիթերապիա, այլ ամբողջությունը, ինչ որ։ Սանտե Արմենին 400 հայ բժիշկների է համախմբել մեկ գաղափարի շուրջ, օգնել Հայաստանին կրթել տեղացի մասնագետներին ու փոխանցել սեփական փորձը։